Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր հաղորդումները կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել, մեկնաբանել, կիսվել, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի նրանք պատրաստվում են ձեզ համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նրա պաշտոնավարման առաջին տարում երկրից արտաքսել մինչև 1 միլիոն անօրինական միգրանտ, հայտնում է The Washington Post-ը։ Թերթը նշում է, որ այդ թիվը զգալիորեն գերազանցում է Բարաք Օբամայի նախագահության տարիներին գրանցված նախորդ ռեկորդը տարեկան 400,000 արտաքսված մարդ 2009-ից 2017 թվականներին։ Հոդվածում նշվում է, որ սակայն այդ ծավալով արտաքսումներ իրականացնելու համար տրամադրված չեն բավարար ֆինանսավորում եւ իրավապահ ուժեր։ Բացի այդ, The Washington Post-ը նշում է, որ միգրանտների մեծ մասը իրավունք ունեն դատարանում վիճարկել արտաքսման որոշումները։ Ըստ The Washington Post-ի, Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում 30 երկրի հետ, այնտեղ արտաքսելու այն միգրանտներին, որոնք նույնիսկ այդ պետությունների քաղաքացիներ չեն։ Իդեպ խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանատունը հորդորել է Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող հայաստանցիներին կամովի հեռանալ երկրից։ Ըստ դեսպանատան հայտարարության, եթե որևէ անհատ ճանաչում է Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձի, թող խրախուսի նրանց հեռանալ երկրից նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը։ Բոլորի համար ուղերձը պարզ է։ Կատարեք ճիշտ ընտրություն, հետևեք օրենքին եւ մի վտանգեք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան, ասված է հայտարարության մեջ։ Նախագահ Դոնալդ Թրամփը իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ, գրել է նա Նովրուզի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղված շնորհակալական նամակում, հայտնում է Hacking.az-ին։ Թրամփը գրել է նաև, որ անհամբեր սպասում է Ալիևի հետ աշխատելու հնարավորությանը եւ գնահատում է Ադրբեջանի բարեկամությունը Միացյալ Նահանգների գործընկեր Իսրայելի հետ։ Թրամփը հայտնել է երկկողմ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը եւ վերահաստատել է Միացյալ Նահանգների անփոփոխ դիրքորոշումը Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցել բողոքի ցույց ի պաշտպանություն Ադրբեջանում շինծու գործերով պահվող հայ գերիներին։ Ցույցի մասնակիցները կոչ են արել Շվեդիայի իշխանություններին չլռել միջամտել ստեղծված իրավիճակին եւ նպաստել գերիների ազատ արձակմանը։ Ձեր լռությունը մահվան դատավճիռ է, նշել են մասնակիցները։ Ցուցարարները նաեւ կոչ են արել դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ։
Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Հայաստանի կառավարությունը, ինչպես հայտնի է, հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը, խոսելով այդ մասին, նշել է, որ եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կբերի այն ամրագրված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք այսօր գոյություն ունեն ԵԱՏՄ-ի շրջանակներում, Երևանի և նրա գործընկերների միջև։ Հավանաբար դա շատ ցավոտ գործընթաց կլինի հատկապես Հայաստանի բնակչության համար, հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայել Գալուզինը։ Արձագանք հեռուստաընկերությունը, որը գործում է 1996 թվականից, նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Նկարահանումներ և լուսապատկերներ, դրոն, ֆոտոբուֆ և այլ ծառայություններ։ Վերջին 3 տարում մեր նկարահանումները ճանաչվել են լավագույններից Միացյալ Նահանգներում։ Այցելելով մեր կայքը www.amvideophoto.com կտեսնեք ժամանակակից հնարքներով ստեղծված գեղեցիկ աշխատանքները։ Առաջարկում ենք ճկուն գներ և մասնավոր զեղչեր մեր հեռուստադիտողների համար։ Զանգահարեք մեզ այսօր 917 446 7375 հեռախոսահամարով ձեր միջոցառումը անմոռանալի դարձնելու համար։ Թուրքիայում ընդդիմությունը ավելի քան 10 միլիոն ստորագրություն է հավաքել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար, հայտնել է Ժողովրդի հանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը։ Ստորագրահավաքը մեկնարկել էր մարտի 30-ին Սևծովի ափին գտնվող Տրաբզոն քաղաքում, որտեղ ծնվել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Ընդդիմությունը հայտարարել է, որ կհավաքի 28 միլիոն ստորագրություն, ավելի քան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստացած ձայները 2023 թվականի կայացած ընտրություններում։ Նշենք, որ Թուրքիայի հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմությունը պահանջում է դրանք ավելի վաղ անցկացնել։ Հարգելի բարեկամներ, ինչպես գիտեք, այս տարի լրանում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 110-ամյակը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Պերճ Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացումից մի հատված։ Սողոմոն Թելերյանի մենախոսությունը Արամ Մանուկյանի կատարմամբ։ Սողոմոն Թելերյան, ծնված 1896 թվականի ապրիլի 2-ին Դարանախյաց գավառի Բագարիչ գյուղում, 1921 թվականի մարտ 15-ին Շարլոտենբուրգում Թալյատ Փաշային սպանելու համար հանցավոր չի ճանաչվում, մեղադրյալն արձակվում է ազատ։ Զավակս, ինչու չես ուրախանում, ինչու ես տխուր։ Հիմա ես ինչ անեմ, ուր գնամ։ Ինչպես թե ուր, մեր տունը, քո տունը։ Ես այդ չեմ հարցնում, ասում եմ, հիմա ես ինչ անեմ, ուր գնամ, ինչ անեմ այն ազատությունը, որ ինձ պարգևեցին։ Գնա զավակս, գնա, դու դեռ չգիտես, մտքովդ էլ չի անցնում, թե որքան բան կա անելու։ Տեսնում ես զավակս, աշխարհում այն ու ամենայնիվ արդարություն կա։
Արդարություն, արդարություն ասացիր։ Դու հասկանում ես, թե ինչ ասացիր քո այդ միամիտ բարի աչքերով, արդարություն, ինչ զարհուրելի միտք հուշեցիր, արդարություն, ետ վերցրու խոսքերդ ի սեր Աստծո, ետ վերցրու, իսկ Բիթլիսի մերձակա անտառում ոտքերից կախված այն կինը և նույն ծառի տակ նետված նրա 1 տարեկան երեխան մայր իր ձեռքը երկարել էր դեպի իր զավակը իսկ երեխան իր անզոր թաթիկները պարզել էր դեպի մորը ու նրանց ձեռքերը չէին հասնում իրար, հասկանում ես չէին հասնում, արդարություն ասացիր, արդարություն, կամ այն կմախքը, որի ոսկրե ձեռքերով իր գիրկն էր առել 4 ամսական մանչուկին, իսկ գիտեք, որտեղից գիտենակ, երբ ամիսներ անց թաղեցին նրանց, երեխայի կմախքը պոկվեց մոր գրկից ու փշուր եղավ, արդարություն ասացիր, ուրեմն մոռանանք այն հղի կնոջում, որով այն էին պատրել անդամահատել նախորոք գրազ գալով պտուղը տղա հետ է աղջիկ, և տանուլ տված ասքյարը կտոր էր արել դեռ լույս աշխարհ չեկած մանչուկին, կամ այն մանուկներին, որոնց շարք էին կանգնեցնում ու գնդակահարում ստուգելու համար, թե մի գնդակով քանիսին կարելի է սպանել, կամ այն մանչերի, որոնց իրար վրա էին դարսում ու գլխատում ստուգելու համար իրենց բազկի ուժը, արդարություն ասացիր, ուրեմն ես ինձ պարգևած կյանքով նեղմացրի այս դաժան ոճիրը, հիմա բոլորը հանգիստ են, բոլորը բավարարված են, ես բթացրի մարդկային հիշողությունը իմ կյանքով, ինձ շնորհած ներումով, ես բթացրի, հիմա բոլորը հանգիստ են, բոլորը, իսկ Սեֆարի գյուղի բանտարկյալը, որ նախորոք կաշարեց ժանդարմին, որպեսզի թույլ տա ճաղերի միջից համբուրելի իր երեխային, իսկ գիտեք, որտեղից գիտենակ, որ այդտեղ պատահաբար հայտնվեց թուրք հրամանատարը, դուրս քաշեց մի կերպ ցանցի մեջ մտած մանչուկին, գցեց գետնին և իր ծանր կոշիկներով արյուն լվիկ արեց ու դեն շպրտեց նրա մարմինը։ Ոչ! Իմ մահն էր պետք, իմ մահը, ես հիմա հասկացա, ես հաղթած կլինեի այն ժամանակ, երբ ինձ կախաղան անեն, այդ նոր անարդարությունը չեր թողնի, որ ժանգոտի մարդկային հիշողությունը, այս ինչ արեցիր Աստված, ինչու իմ կյանքը ծաղր դարձրիր, այս ինչ արեցիք իմ ազնիվ դատավորներ, այս ինչ արեցիք ես ինչ պատասխան տամ այն քաջարի մարդկանց, որոնք մահվան անդունդի եզրին անգամ, իրենց զավակներին ավազի վրա հայոց այբուբենն էին սովորեցնում, ես ինչ պատասխան տամ այն կանանց, որոնք փախուստի պահին թանկարժեք իրերի փոխարեն հայոց գրքերն էին տանում իրենց հետ, և վերջապես ինչ պատասխան տամ այն հղի կնոջը, որ Երիզայի դաշտում Եփրատի ափին իր արգանդից ծնված մանկան շորերն էր լվանում ու երգում, ես քո շորերը իմ տղաս, հորդ արյունով ներկված Եփրատի մեջ լվացի։ Չէ որ այսպիսի մարդիկ չեն մեռնում, դրանք պիտի ապրեն ինձ հետ միասին, ես ինչ պատասխան տամ նրանց, ինչով արդարացնեմ այն կյանքը, որ ինձ պարգևեցի, ինչով ինչով Անամյա
Ինչով Ոչ մի աստվածար Եվ ոչ մի սին Yes, Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ-երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող է գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.anvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։